Երկու քրեական գործ 6 մեղադրյալ Նոր Նորքի թաղապետարանում երեկվա ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու։ Առանց անուններ տալու հաղորդեց քննչական կոմիտեն։ Ազատության տեղեկություններով մեղադրյալներից մեկը թաղապետն է։ Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանը, որ 3 թաղապետարանում հարվածներ էր ստանում, այդ թվում թաղապետից, մեղադրյալ է մեկ այլ գործով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության համար։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ծեծի գործով Չախոյանը այս պահին տուժող ճանաչված չէ։ Այս տեղեկությունները փոխանցած նրա փաստաբան Վահե Եփրիկյանն ասաց, մեղադրանքը կապ ունի ոչ թե թաղապետարանում տեղի ունեցած ծեծի, այլ դրա նախորդ օրը նույն վայրում Չախոյանի եւ Երևանի ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամի իրականացրած ակցիայի հետ։ Այս գործով երկրորդ մեղադրյալը ըստ Եփրիկյանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանն է։ Բազմաթիվ են Եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի մեր նախադեպային որոշումները, որոնցով ամրագրվում է, որ քաղաքացիական ակցիա իրականացնելու համար անձի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվի, այն է խուլիգանության հանցակազմի իմաստով։ Փաստաբանը միտում է տեսնում։ Ինչ են ուզում անել։ Իբրև թե դեպքի նախորդ օրը Մեսրոպ Մանուկյանը, Արթուր Չախոյանը պատրել են Նորքի թաղապետին, որը հաջորդ օրը արդեն ծեծի է ենթարկել վերջիններից, որտեղ նրանց նկատմամբ էլ ֆիզիկական ներգործության հոդվածն են ներստագրել։ Այսինքն ուզում են ինչ-որ բալանսի բերել, բայց դա այնքանով չի ստացվելու, որքանով որ նախորդ օրվա Արթուր Չախոյանի գործողությունները կապված են եղել բացառապես Նորքի թաղապետի ի պաշտոնե գործունեությամբ։ Այսինքն ձեր գլխին բդի տա, որ հասկանաք։ Այս պատմությունը սկսվեց Նոր Նորքում գտնվող մի մանկապարտեզ ակտիվիստի եւ ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի այցից հետո։ Նրանք վերանորոգման բացերն էին ցույց տալիս, հեշտությամբ պոկելով քարերը, պատիններն ու անգամ ասֆալտը։ Որակի պատասխանատու համարում էին Լիլիանարմ ընկերությանը, որը ինչպես պնդել էին իշխանության ներկայացուցչին է պատկանում։ Նայեք ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է այս։ Չախոյան այդ որ նյութ է կանում թաղապետին մատնանշում վրեն քո Մեսրոպի։ Նոր Նորքի թաղապետը, ինչպես պնդում էր ակտիվիստը, ի պատասխան զանգել էր իրեն, հայհոյել, ապա հայհոյանքները փոխադարձ էին դարձել, հաջորդ օրը ակցիաներ։ Երբ ընդդիմադիրները որոշեցին պատասխանել հենց թաղապետարանում, թաղապետի լուսանկարների վրա յոգուրտ լցնելով։ Ես կատարում եմ քաղաքական ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք։ Լավ տղեն դու չես։ Հաջորդ օրը Չախոյանն ու Մանուկյանը վերադարձան թաղապետարան։ Հենց այդ ժամանակ էլ մի քանի հոգով ակտիվիստին ծեծի ենթարկեցին։ Ոստիկանությունը ծեծից հետո թաղապետարանից Արթուր Չախոյանին բերման ենթարկեց։ Միջադեպից հետո թաղապետը շարունակում էր հանրային քննարկում վարել։ Երեկվա դեպքից հետո փաստաբանի փոխանցմամբ Արթուր Չախոյանը դեռ հիվանդանոցում է։ Երևի այսօր կամ վաղը կներկայանանք դատաբժշկելի արդեն։ Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որ անձամբ բռունցքներով հարվածներ տեղում, շարունակում է պաշտոնավարել։ Համենայն դեպս նրա հրաժարականի մասին հայտարարություն չի եղել։ Ազատության հետ զրույցում էլ պաշտոնյան հեռանալու ծրագրերից չխոսեց։ Հարուցված է քրեական գործ, որևիցե հարցի չեն պատասխանում։ Ոչ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չպիտի տա։ Նոր Նորքի թաղապետը Արամ Սարգսյանի ղեկավարած Հանրապետություն կուսակցության անդամ է։ Եվրոպամետ ուժի նախագահը բռնությունը դատապարտում է։ Կողքին սակայն մի բայց է ավելացնում։ Ըստ Արամ Սարգսյանի կան իրավիճակներ, երբ պետական պաշտոնյան ի վիճակի չի լինում պատասխանել պաշտոնին բնորոշ զսպվածությամբ։ Մարդուն պատասխանում է այն լեզվով, ինչով դիմացինն է իրեն դիմել։ Արամ Սարգսյանը հարցազրույցում դժգոհ էր իրավապահներից, որ չեն կանխարգելել թե Տեր-Մարգարյանի հայհոյանքը, թե դրան հաջորդած դեպքերը, բայց այդպես էլ չխոսեց, ինչու իր կուսակից թաղապետը չի դիմել իրավապահներին։ Նա ավելի շատ ակտիվիստի պատասխանատվությունից էր խոսում, պնդելով Չախոյանն է սադրել, զրպարտել, իսկ իր թիմակցի մասին խոսելիս շեշտեց ոչ թե ծեծի, այլ Տիգրան Տեր-Մարգարյանի հայհոյելու դրվագը, ասելով թող իրավապահները գնահատական տան։ Ծեծին մասնակցած թաղապետի հրաժարականի հարցը Արամ Սարգսյանը լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում էր քննարկում։ Ես իհարկե չեմ արդարացնում միարտների չդիմանալ։ Իմ համար ակնհայտ է, որ այդ ամեն ինչը սադրանք էր, որ Տիգրան Տեր-Մարգարյանը պիտի այդ սադրանքին չգնար, դա եմ շատ լավ հասկանում։ Ոչ Տիգրան Տեր-Մարգարյանը, ոչ մեր կուսակցությունը այս տարիներին չի պայքարել պաշտոնի համար։ Բայց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականից հետո
Նման իրավիճակներում հայտնվելու են մնացած բոլոր պետական չինովիկները։ Միանշանակ հայտնվելու են այդ իրավիճակում, որովհետև համապատասխան թևը խնդիր է լուծում Երևանում հասնել իշխանափոխության, հետո Հայաստանի Հանրապետությունում հասնել իշխանության։ Իսկ ովքեր են այդ թևի կողմնակիցները։ Դրա կողմնակիցները արդեն աշխարհ քաղաքական են։ Դա Ռուսաստանն է, դա Ադրբեջանն է։ Ինչ են իրենք ուզում, մեղրիով միջանցք եւ Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնուրույնության ամբողջական զրկ։ Նրա կուսակցությունը Հանրապետությունը եւս թաղապետարանում ուղիղ եթերում տեղի ունեցած խմբակային ծեծը նախկինների կողմից Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ սադրանք որակեց։ Մենք ունենք խուլիգանություն, խոշտանգում, առերևույթ, առնվազն լավ քննչական կոմիտեի մակարդակով մենք ունենք ֆիզիկական ներգործության հոդվածը։ Քո պաշտոնյան տրվել է այդ սադրանքին։ Ուրեմն քաղաքականապես հասուն չի քո պաշտոնյան։ Երևանի ավականիում իշխանության հետ կոալիցիա կազմած Հանրապետություն կուսակցության մեկ այլ անդամ Մալաթիա Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը հրապարակին ասել է, եթե Երևանի քաղաքապետը Տեր Մարգարյանին ազատի Նոր-Նորքի թաղապետի պաշտոնից, իրենք վայր կդնեն լիազորությունները։ Իսկ Հանրապետություն ՔՊ կոալիցիան կկազմալուծվի հարցին ի պատասխան կրկնել է. մենք վայր կդնենք մեր լիազորությունները։ Վարչապետ Փաշինյանը մինչև այս պահը չի անդրադարձել Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ու մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին։ Անցած հոկտեմբերին վարչապետը խոսքը բռունցքով փոխարինելը շատ լուրջ խնդիր էր համարում։ Այս հայտարարությանը նախորդել էր խորհրդանում քննչական կոմիտեի նախագահի եւ քաղաքացիական պայմանագրի падգամավոր Հովիկ Աղազարյանի միջև սկանդալային վեճ։ Հենց սկսում ենք խոսել 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Ու սա շատ լուրջ խնդրեմ է։ Դեպքին անդրադարձել է Երևանի ավականու իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, դատապարտելով տեղի ունեցածը նաև տարակուսել էին, որ իրավապահները ծեծին նախորդած իրադարձություններին որևէ գնահատական չէին տվել։ Իշխող թիմը ծեծը հենց դրա հետևանք էր համարել։